համայնքի, տարել է ապօրինի, էլի վարձու բանով, իր պաշտպանով, Արտյոմ Մանասյանով, հիմա էլ որոշել է իմ փոխարեն, որ ես կարիք ունեմ հանրային պաշտպանել։ Ես իրավաբանական օգնության կարիք ունեմ, եւ այդ օգնությունը ապահովում է Զարուհի Փոստանջյանը։ Մենք խնդիր ունենք, որովհետեւ այդ նույն քննիչը ապօրինություններ է կատարել։ Եվ հիմա, քանի որ Լիլիթ Աղեկյանը ունի մտավախություն ապօրինությունների շարունակության վերաբերյալ, այդ իսկ պատճառով Լիլիթ Աղեկյանը գալիս է այստեղ իր փաստաբանի հետ, որը ես եմ։ Քննիչին առանց ինձ հետ խորհրդակցելու հարցնելու ներգրավել Ոման Պետրոսյանի որպես հանրային պաշտպան։ Պետրոսյանը։ Պետրոսյանը, որ օրենքով ես կամ կա իմ փաստաբանը, քննիչը սա այս օպերացիան ինքը միշտ է անում։ Ինքը նախապես մարդ է բերում իմ փոխարեն, այն հանրային պալատի, փաստաբանների պալատի բոլոր հանրային պաշտպաններից ես հրաժարվում եմ, հրապարակային ասում եմ, բոլոր ում ուզում է լինի, լեննական, բանած, որտեղից կուզեր լինի, բոլոր պաշտպաններից ես հրաժարվում եմ, իմ պաշտպանը մեկն է, Զարուհի Փոստանջյան, սա հրապարակային հայտարարություն է, պարոն Սիմոն Բաբայան, Քննչական կոմիտեի նախագահ, նկատի ունեցեք, Մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, սա ինչ է տեղի ունենում իմ նկատմամբ, ինչ եք ուզում ինձանից եւ իմ ընտանիքից ու իմ փաստաբանից, ինչ եք ուզում, ոչ, եթե Փոստանջյանը չի գալիս իմ իրավաբանական օգնություն ցույց տվող մարդը, քննիչի վարձած, բերած, բերովի հանրային պաշտպանի հետ ես գործառույթ չունեմ։ Մենք այդ հանրային պաշտպանի տուժված մարդիկ ենք։ Այո, դուք փոխանցեք, որ հանրային պաշտպանից տուժել է Լիլիթ Աղեկյանը, հանրային պաշտպանի ապօրինի գործողություններից, դրա պատճառով է նաև խոշտանգումը նրա շարունակվել, նրա պատճառով է, որ մեկ ամիս գտնվել է կալանքի տակ, հետևաբար, այո, հանրային պաշտպանների, այդ հանրային պաշտպանը քննիչի կողմից նորից ներգրաված ապօրինի է եւ հետևաբար Լիլիթ Աղեկյանը մտավախություն ունի, որ այդ ապօրինությունները շարունակվելու են իր նկատմամբ։ Հետագան անգամ հայտարարում եմ, հանրային պաշտպանի գրասենյակի բոլոր փաստաբաններից, բոլորից ես հրաժարվում եմ, պարոն Սիմոն Բաբայան, ինչ է ձեր ուզածը, ում եք դուք ծառայում, ում է ծառայում, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, ելակ ինձ վարկաբեկեցիք, սուդը խոսեցիք, ում է ծառայում ձեր քննիչը, ես ունեմ փաստաբան, փաստաբանից հետ մտնում եմ Քննչական կոմիտե, մտնում եմ ցանկացած կառույց, ասում եմ մենք հանրային պաշտպան ենք հրավիրել ձեզ համար։ Քննիչը խոսացի կարող եք մենակ բարձրանալ ու իր մոտ հրաժարվել հանրային պաշտպանից։ Քննիչի կարգը մենակ էդ է։ Քննիչը դժվար է հասկանում, ես իր մոտ չեմ բարձրանա, ես հրաժարվելու եմ։ Մենք քննիչից սպառնալիքներ ենք ստացել, հետևաբար այդ քննիչը, որը սպառնալիքներ է հաղորդել Լիլիթ Աղեկյանի մայրիկին, Լիլիթ Աղեկյանին, մենք խնդիր ունենք այդ քննիչի սպառնալիքների հետ կապված։ Մենք հիմա խնդրում ենք միակ մեզ տվեք գրիչ եւ թուղթ, մենք հիմա գրավոր կգրենք, դուք փոխանցեք այդ քննիչին։ Ես հա չեմ կարող ավարտեմ, Աննա Վարդապետյան, ինչ է կատարվում, ինչ եք ուզում դուք ինձանից եւ իմ ընտանիքից, բացահայտել եմ կոռուպցիան, դրել եմ թեմերդ, գնացեք զբաղվեք, էլ ինչ կուզեք ինձանից։ Խնդրեմ մի հատ թուղթ ու գրիչ կտա։ Ես կգրեմ։ Հա, ունես, դե հիմա կգրենք։ Եվ ես քննիչի մոտ հիմա կարգանագրեք։ Այս մարդ ես քննիչը Միքայել Ավետիսյանը, ինձ անձնական ոխ ունի, ինձ հետ հաշիվներ է մաքրում եւ մենք բացարկենք իրան ներկայացել Տիգին Աննա Վարդապետյան, գլխավոր դատախազ, ինչի է այս հարմար քննիչը, հայ երևի, ինչի է այս քննիչը շարունակում Շիրակի մարզում խոսքի ազատության հետ կապված բոլոր ապօրինի սահմանափակումները հանձնարարվում է փաստորեն այս տաղանդավոր անձին։ Այս անձը հետևողականորեն շարունակում։ Այս անձը Այս անձը, այդ Միքայել Ավետիսյանը հետևողականորեն իմ հետևից է գած հալածում է եւ իմ ունեցած տվյալով փայլուն կատարում է Կարեն Գևորգյանի հետ համատեղ այդ գործողությունները։ Գրենք Քննչական կոմիտեի քննիչ
Կանց գրիշներն չեն գրում մի վարկյան։ Ուզում եք մատ փոք ունեմ Չէ, ես մի բան կանեմ։ Հիմա լրացնում ենք արձանագրություն նաև հայտարարություն Շիրագի, Մարզայի Կարոս չգրես քննչական կոմիտեի քննիչ Միքայել Ավետիսյանին Վարչության Ինչ են ուզում սրանք ինձ հայտարարություն իրազեկում Ավետիսյանը լավ, ստեղ կգնամ Հայտարարություն իրազեկում 2025 թվականի հունիսի 10-ին իմ բնակարան են այցելել Այո, իմ բնակարան են այցելել 3 անձ նրանցի 2 կին, 1 տղամարդ նրանցից մեկը տղամարդը բավականին երկար ժամանակ չի ներկայացել, թե ով է դրան հետևից խոսելով մայրիկիս հետ վերջի վերջո Այգան Վերջի վերջո հայտնել է իր անունը և ներկայացել է որպես ոստիկան ասել է, որ այսօր ես պետք է 9:30 գտնվեմ քննչական կոմիտեում քննիչ Միքայել Ավետիսյանի մոտ ինչ-որ ապացուցողական գործողության մասնակցելու համար։ Պարզվեց ոչ մի ապացուցողական գործողություն չի իրականացվելու այլ տեղի է ունենալու ժամավաճառություն եւ ինչ որ մի հանրային պաշտպան պետք է ստանձնի իմ իրավունքների պաշտպանությունը Այս պահին խախտում են իմ հիմնարար իրավունքը Եվրոպական դատարան դիմելու համար և իմ նախընտրած պաշտպանի միջոցով մեղադրանքից պաշտպանվելու հարցում
Սույն փաստաթուղթը փոխանցում եմ քննիչ Միքայել Ավետիսյանին եւ կներեք քրիչուս կանգնավ։ Ասնակը չի գնում։ Ուրիշները չունի դառնում սրանց աբորյությունը փոխանցում եմ քննիչ։ Միքայել Ավետիսյանին եւ պահանջում ինձ ծանոթագրերը ուղարկել պոստային առաքման միջոցով ոչ էլեկտրոնային, ոչ հեռախոսային, այլ հենց փոստի առաքման միջոցով առանց ոստիկաններ ներգրավելով առանց ոստիկաններ ներգրավելով նորից հայտնում եմ, որ ես հրաժարվում եմ ցանկացած փաստաբանի ձեր կողմից ներգրաված եւ պնդում, որ ես ունեմ պաշտպան։ Վերջ։ Հիմա մենք սա կգրենք։ Պոստային առաքումները նորից դա կրեմ։ Պոստային առաքումներն արեք փոստի ոչ թե էլեկտրոնային փոստի միջոցով։ Էլեկտրոն կամ հեռախոսով։ Հեռախոսով էլ գիշերվա ժամերին ձեր տան ֆիքսված հեռախոսներ չօգտագործեն, անհանգստացնեն։ Հեռախոսի միջոցով։ Դադարեցնեմ ոստիկանական այցերը ձեր բնակարան։ Դադարեցրեք ոստիկանական այցերը եւ ահաբեկումները։ Մեր ընտանիքի մի քիչ շատ բան կհեցի, կորիցը լավ է, բայց ոչինչ, ամեն պատուանի վրա է, ժողովուրդն տեսավ, լսեց, այսօր ամսի 11-06 2025 9:59 րոպե։ Так, ժամը 9:59։ Նաև մենք արձանագրեցինք, որ քննիչը այդ իա ուզած անձին հրավիրել էր բավականին ուշ եւ այնտեղ հիմա իրարվել գործողություններ են իրականացնում։ Հիմա այստեղ մենք Չեն դիմացը այնտեղ Հայաստան, որ ցոտը կնկարենք հետա։ Ուր է ձեր գրասենյակը։ Եվ սպասեք, մի նայենք դիմով վերցնեք, կանչենք կա վերցնենք։ Այսինքն մենք ուզում ենք մուտքագրենք եւ նաեւ ստանանք ստացական։ Հասկացա, մեր ուպես սպասեք։ Մերով է կսպասենք։ Մանուգործերը թողած Լիլիթ Աղեկյանի գործով են շատ ուժեղ զբաղվում, որ Լիլիթ Աղեկյանը դատավորին ասել է կոռումպացված։ Սպասում ենք, տեսնենք երբ են վերցնելու Լիլիթի փաստաթուղթը։ Շիրակի մարզում վխտում են թմրանյութերի տարածումը, բայց Լիլիթ Աղեկյանն են հրավիրում արտաքննության, թե քննչական ինչ-որ գործողության, որտեղ գործել չկա։ Ջիրանքներ հատուկ բաժին ասեն։ Առանձայնել մեզանց այդքան ժամանակ են խլել։
Աջակցող բաժին։ Բարև ձեզ։ Այդ ուզում եք որ դες հայարություն իրազեկումը Մուտքագրեք։ Este un centru Հա, universitar. Մեկը կգած էս մոդելնա։ Մեկ է մեզ ստացական էլի տրամադրեք։ Հա, պատճենենք տանք ձեր։ Այո, որ ստացակ։ Արգելի ժողովուրդ, պարոն Սիմոն Ոստիկանը Բաբայան, ոնց էր մեզ Աննա Վարդապետյան, սա կատարեցրեք իմ եւ իմ ընտանիքի փաստաբանի նկատմամբ հալածանքը։ Ինչ եք ուզում ինձանից ինձ հայտնի չէ։ Սիմոն Բաբայան, դուք ձեր տեղում եք։ Ձերս բոլոր արածները, ինչ որ արվում է իմ գլխի ձեր դուրը գալիս է, սա փաստաբանական գործունեություն է, թե պետական քաղաքականություն է։ Ձեր փաստաբանների ոչ արհեստավարժ վարկագիծի արդյունքում ես հայտնվել եմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, Քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյան, չէ, ինչքան գիտեմ, զրպարտելուց ոնց որ լավ էիք, էս է ձեր գործունեությունը, ձեր կառույցի Գյումրիում գործունեությունը, կադրեր եք փոխում, որ ինչ, մեկին հանեցիք, մյուսին տրեցիք, որ ես Վարդխանալյանին նկատմամբ շարունակվի, լավ իմացեք Սիմոն Բաբայան, Աննա Վարդապետյան, գլխավոր դատախազ, ցանկացած փաստաբան, պահանջային պաշտպան, որին դուք կբերեք, բոլորից հրաժարվելու եմ, դա իմ սահմանադրական իրավունքն է, ես պետք է դիմեմ եվրոպական դատարան եւ իմ փաստաբանը եղել է կա ու կլինի միայն Զարուհի Փոստանջյանը, ոնց ուզում եք վերաբերվեք, փաստաբան ժողովրդին ինչ է ստացվում, ես իմ փաստաբանով գալիս եմ, իրանք պետական փաստաբանին են ինձ դեմ տալիս, քաջ իմանալը, որ Փոստանջյանն է փաստաբան։ Ներեցեք, ես կարող եք հենց հիմա բացացնել։ Քննիչին։ Որ մենք սպասում ենք, էլի, որ տեսնենք ստացավ ինքը։ Մենք ձեր դեմ ոչինչ չի ոչինչ։ Արտուր Պողոսյան, այս կառույցը, այս սրա համար եք եկեք Գյումրի, հա, այն նախկին պետին ոնց որ դուք ազատեցիք, հետաքրքիր է դրա կոռուպցիոն ըստ Գյումրիում տարածված։ Ներեցեք, հիմա կհայտնեք, որ փաստաթուղթը գնաց իր մոտ քննիչին։ Տեսեք գնում է։ Այո։ Հա, դուք իրան մի հատ էլ իրազեկեք, որ մենք այստեղ ենք փաստաթուղթը փոխանցում ենք Արտուր իրեն։ Պողոսյան, տեղյակ եք, ինչ որ Գյումրիում խոսում են, որ ստեղի նախկին պետը Աղասի Սահակյանը ինչ որ կոռուպցիոն մեծ գործարքների մեջ է տարբեր քննիչների հետ։ Դուք տեղյակ եք, Գյումրիում անուններ են տալիս այդ քննիչների, եթե ձեզ շատ հետաքրքիր է, հենց այս պահին ձեզ կոչ եմ անում, վաղ ինձ հրավիրել ձեզ մոտ, ես պատրաստ եմ ձեզ հետ դեմ արդեն նստել, խոսել, տանել քննիչների անունները։ Ես պատրաստ եմ եւ պատրաստ եմ ձեզ ներկայացնել, վաղը ես սպասում եմ։ Վերջ ավարտեցիք դուք ձեր գործը։ Ներեցեք, դուք մեզ հայտնեք էլի տեղեկություն, որովհետև դա ձեր պարտականությունն է, դուք եկել եք Լիլիթ։ Սիմոն Բաբայան, տեսեք, գնաց առանց մեզ իրազեկել, իմ պաշտպանն էր ձեր կառույցից։ Եվ այսպիսի վարկագիծներ դրսևորվում են ում կողմից, հանրային պաշտպանի կողմից։ Մտնում ենք նորից մեզ։ Պարոն Արտուր Պողոսյան, լսեցիք, չէ, իմ կոչը ձեզ, իմ հորդորը ձեզ, վաղը ևեթ ես պատրաստ եմ գալ ձեզ մոտ։ Ներեցեք, մի հատ կապ կհաստատեք քննիչի հետ։ Մենք իմանանք ինչ անենք։ Իմանանք ես հայտարարությունը հասել իրանք։ Հասել է եւ ինչ անենք, մենք սպասում ենք։ Մենք նորից պնդում ենք մեր հայտարարության տեքստը եւ պահանջում ենք, որպեսզի նա մեզ ընդունի։ Մենք եկել ենք իր հրավերով։ Ֆիքսենք ժամը քանիսներան ժամով 10:10 մենք եկել ենք քննիչի հրավերով եկել ենք, բայց այո, քննիչը մեզ դեռ չի ընդունել։ Ուղիղ 40 րոպե է, Լիլիթ Աղեկյանը քննիչի կանչով եկել է քննչական կոմիտե, բայց քննիչը նրան չի ընդունել։ Գերավետիսյան Տիգին Փոստանջյանը քսեր մենք ինչ պետք է անենք։ Լիլիթ Աղեկյանը այստեղ սպասում է, իր կանչով մենք եկել ենք։ ուղիղ ինանցքես։ Ուղիղ ինանցքես այստեղ ենք եղել։ Պաշտպան Ժորա Պետրոսյանի հետ կարող է Լիլիթ Աղեկյանը վերև բարձրանալ, հետև Ժորա Պետրոսյանը գնաց Լիլիթ Աղեկյանի հետ չխոսեց, նույնիսկ մի բառ չխոսեց։ Իմ պաշտպանն է, հա։ Մենք Ժորա Պետրոսյան չենք է ճանաչում։ Մարդը իմ պաշտպանի պես Մենք կարող ենք իմանալ այդ ծանոթագիրը, որ երեք ոստիկանների կողմից ուղարկել էր, ուր է, մենք ինչի համար ենք այսօր այստեղ։
Մենք Ժորա Պետրոսյանին չենք ճանաչում։ Ինքն էր, հա, ես իրանից լիքը բողոքներ եմ ստացել տարբեր քաղաքացիներից, Ժորա Պետրոսյան, հիշեցի։ Մի գործ է, մի քաղաքացի էր ինձ դիմել։ Մեզ կարող է տրամադրել ծանոթագիրը, մենք իմանանք ինչի համար են մեզ այստեղ հրավիրել։ Հա, լսում եմ։ Հա, դե Հանիկ ու կամես։ Յոպե մի ականիչի մոտ բարձրանում կան։ Հա, մի հատ ծանոթագիրը իրենից ուզ եկել է, մենք չգիտենք ինչի համար է։ Ահա գնում ենք ինչի։ Այս ինչ շոկ է։ Սա ժողով էր ձեր մոտ, հա։ Այսքան քննիչներ կան, տեսեք ինչ երիտասարդ քննիչներ են։ Այո, գործարքող քննիչներ են։ Այս մի քննիչին ճանաչում ենք, Այս ամենն է շուրեգեք, որ մեկն էր, այ դուք եք։ Իրազեկելի վրա գործ է կարել, Պապանյան արած այդ բարեկամն է։ Այս քննիչները ժողով էին անում։ Նոր պետ ունեն այս քննիչները, ով է նոր պետը։ Տեղակալը դարձել է նոր պետ։ Տեսեք, փոխարենը հանցագործությունները բացահայտեն, խոսքի ազատության նկատմամբ ոտոզգություններ են անում։ Դրա հայրը այլի պետն էր, եղբայրն էլ ինչ-որ էլի քննիչ է։ Այնի վրա գործ է, ինքն է առաջինը տսարկել ու տվել Միքայելին, հիշեցիք։ Այո։ Տեսակ ինչ Այդ որ դատավորին Այն առաջինը կոռուպցիա ինչքան գիտեմ Շիրազի քանդարանի նախկին տնօրեն Պապանյան արայի մոդելին է։ Պապանյան արապես երբ ինչ-որ է զբաղված, գործ կարենով։ Ձեզի չեն դա գայս, կեսը ժամը ստեղ կայնազեք նոր հիշի, հա նոր հիշեցի։ Ստեղ կայնաց ֆրագոր էկրանի մեջ է, մեքսինիզի ունի գարեք։ Ձեր տունը չենք եկել, ձեզ նկարում եկել ենք հանրային վայր։ Գնամ, նույնիսկ տարածքը։ Մենք այստեղ ստիպված ենք եկել, մեզ են հրավիրել։ Պարոն Արտուր Պողոսյան, երրորդ անգամ եմ գնում, վաղը սպասում եմ ձեր կանչին, դուք գիտեք ինչպես ինձ գտնել, ձեր կնիչը արգրավել է իմ հեռախոսը, բայց դուք գտեք ինձ, ես կգամ Ապորինի։ Գողացել է, չի արգրավել։ Այո, ես կգամ, ձեզ կներկայացնեմ տեսնել։ Վնասելով Լիլիթ Աղեկյանի մայրիկի ձեռքը։ Այո, ստեղի քննչականում ինչ է կատարվում, կոռումպացված քննիչների ունեցվածքը, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, օդում կախված լուրերի ես ձեզ կներկայացնեմ, եւ կարգի բերեք ձեր կառույցով այդ Միքայել Ավետիսյանը հարմար գործիք է, հա, կներեք արտահայտությանս համար։ Ինչ է ուզում դա ինձանից ընդհանրապես։ Եվ մնացածները։ Մի հատ կճշտեք, ինչ ենք անում մենք հիմա այս քննիչից։ Մենք նույնիսկ չգիտենք ինչի համար է մեզ հրավիրել։ Ծանոթագիրը չենք ստացել։ Իմ գործընկերը բարձրացել է ձեր հարցով։ Կխնդրեմ դուք կողքի կառնեք, ես մնացած քաղաքացիներին։ Դե սպասում ենք։ Դուք մենք չենք համարել ոչ մեկ։ Տիկին Աննա Վարդապետյան, ինչ է կատարվում Շիրակի մարզում, ինչ է ձեզ պետք, իմ ու ձեր նպատակների մեջ, Չէ։ ես բացահայտել եմ կոռուպցիոն մեջ շղթա, այդ կոռումպացվածները քներ եք սխալվել են, բացահայտել եմ, Կոռուպցիան խրախուսվում է։ սպարտ է գետի, Չէ, կոռուպցիան խրախուսվում է։ հաստատ թվին ենք ամեն Ներեցեք, ինչ որ մի տեղեկություն մեզ կհաղորդեք։ Տիկին Աղեկյան, ծանոթագիրն է։ Սրա վրա գրեք ստացա մեկ օրինակ։ Մի վարքյամա ծանոթանանք նոր է, տեսնենք Ասիկ ձեր ծանոթ։ Հունիսի 12-ին ժամը 9:30-ին Լիլիթ Աղեկյանը չի կարող մոտենալ, որովհետև դատական նիստ ունի։ այո, և ես նոր թխեց պետք։ Ինչի համար է ուզում այս ծանոթագիրը, համաձայն Ալոքն ինչ կալարսոն, լիգանություններ կոդեր, դա նեգաբան բան հանվալից վերաբերմունքի մասնակցելու նպատակով։
խուլիգանությունը կատարել են շատ մարդիկ, խուլիգանները իրենք են, ով որից խուլիգան է ասում, դա է խուլիգանը, ոչ մի բանով էլ աղացուցված չէ, ամեն ինչ, ես էլ վաղը դատական լիստի եմ կարող եք ճշտեք իմանալ, որ դատական լիստի։ Մենք իրան փոխանցենք։ Իսկ ձեր ծանոթագիրն է։ Այսինքն եթե ես չգայի, սա ո՞նց էր գալու։ Ուրեմն ներեցեք, այս մենք հիմա ինքը կարող է մեզ ուղարկել, թե ուզում է որ ձեռքով մեզ արձեռն ստանանք։ Մենք հիմա քանի որ չենք էլ հավատում ես իա ստորագրությունն է, թե ոչ, մենք գնանք թող ինքը արձեռը, ոնց որ հիմա ձեզ ա դիմել, որովհետև ստեղ ոչ համար կա, ոչ բան կա, ոչ մի բան չկա։ Մի հատ ասեկյան թող համարով, բանով փոխանցի, մենք գանք, եթե կարանք արձեռն իրենից ստանանք, ոչ թե ձեր միջոցով։ Մենք իրեն չենք հավատում, բայց որ ինքը մեզ արձեռն տա, դրան կհավատանք։ Մի հատ փոխանցեք, թող արձեռն մեզ իջնի փոխանցի ինքը։ Մենք չենք էլ ցանկանում բարձրանանք վերև, թող ինքը իջնի արձեռն փոխանցի, ոչ թե ձեր միջոցով։ Արգելի ժողովուրդ, հալածանքը իմ նկատմամբ շարունակվում է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ ասել են, թե լավ է եղել, տարել են ինձ, այդ լավից թող ձեր տունը միշտ լինի, որ պակաս չմնա, ովքեր որ ասում են, որ Աստված պատժեց, ես ձեզ ասում եմ, ինչի օրվա իշխանությունները Աստված են, որ պատժում են, ինձ Աստված օգնել է Մեղնեմ Իրազորությանը, որ ես այդ գերեզմանոցից դուրս գամ, Աստված ինձ չի պատժել, Աստված կպատժի անիրավներին, որոնց ես բացահայտել եմ։ Այնպես որ այդ որ կրում եք լավ եղավ, ես խուլիգանություն չեմ արել, ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից, դատավորը ինձ այո սանկցիա է կիրառել, դուրս է հանել սենյակից, բայց այլ գործողություն չի արել, որևէ հարգադիր կատարող չի բողոքել իմ գործողությունների դեմ, դուք տեսել եք, որևէ մեկը ինձ չի մոտեցել, ոչ մի բան չի ասել, շինձու գործը սարքել են իմ գլխին, միասին դիմանանք արգելի ժողովուրդ, ես ձեզ նորից շնորհակալ եմ։ Սպասենք, տեսնենք գալիս է արձեռն փոխանցի այդ քննիչը, թե չէ։ Տեսակ հարգելի հայրենակիցներ, որ մի քանի օր առաջ այստեղ պետ են փոխել, Աղասի Իսահակյանը դուրս է եկել աշխատանքից, այսինքն դադարել է իր պաշտոնում գտնվել։ Հիմա ինչ-որ տեղակալ են նշանակել, թե ով է տեղակալը, ինչ-որ Մկրտչյան այդ մանկնչական կոմիտեի էստեղի ղեկավարն է, այդ Մկրտչյանը։ Հա, ես փաստաթղթի տակ եմ տեսել իր ստորագրությունը, ես չեմ տեսել։ Հիմա սպասենք ինչ է կատարվելու, տեսնենք երբ են վերելու։ Կատարեցեք, ինչ եք ուզում ինձանից, ինչ չեմ արել ես, ինչ հագապետական, ում տունն եմ քանդել, ում օջախն եմ վառել, շուշին եմ հանձնել, քուրք եմ բերել, ինչ եմ արել։ Ես իմ գործունեությունն եմ իրականացել համարել եմ, որ իմ պետությանը այդպես կարող եմ օգնել։ Եթե դուք գտնում եք, որ բացահայտողին պիտի տանեք այս հալածանքի ու այս վիճակի, ինչ ասեմ։ Իսկ մնացած կոռումպացվածները մինչև այսօր նստած են պետական տարբեր պաշտոններում, դպրոցների տնօրեններն են, որոնք որ բյուջեներ են լափում, այսօր հանգիստ լափում են։ Լափից իրենց էլ են փոխանցում, ամեն մեկին մի բան հասնում է։ Ես էլ այդ արմանն եմ, ես իրանց հեշտական ծպանն եմ, հաստատաններ, հանրային պաշտպաններին։ Տեսեք ոնց են գալի դες։ Ներեցեք, ես որ սենց հանգիստ գալի հաստաբանը անցնում այդ ոնց եք թողնում, ինձ թույլ չեք տալիս։ Նոր գնաց, ինչու դրանից։ Քանիչ է, որ թույլ կուտա։ Թուղթ չուներ ինքը իր ձեռքը, ինչի չստուգեցիք։ Ես հիմա փաստաբան եմ, ինձ թույլ չի թույլատրել։ Գերջան, բոլոր պատողները ստեղծի, ես թույլ տվություն չեմ ստանա։ Քանիչը ձեզ չի թույլատրել Այդ Մանասյան փաստաբանը, որը եկավ եւ օգնեց Լիլիթ Աղեկյանին խոշտանգեին, այդ ո՞նց ինքը անցավ այստեղ։ Լսում եմ։ Ինչպես։ Ինչ գիտես, ապացուցե։
Այս ինչ խտրական մոտեցում է։ Երբ որ պարոն Ավետիսյանը ցեզի թույլատրեց որ վերև բարձրացավ։ Չէ, մի վարքան, բայց այս հանրային պաշտպանինով թույլատրեց որ գնաց։ Որ քնիչը, ինչ գիտեք, որ քնիչը թույլ տվեց։ Մեզ մի հատ բարձաբան եք։ Այդ որ քնիչը թույլ տվեց, որ դուք այտենց աչքերը փակեցիք, ինքը վազելով բարձացավ վերև։ Այսինքն մենք հիմա համոզված ենք, որ այս նույն քնիչն է հրավիրել։ Ու ինչ եղավ։ Բա ո՞նց բարձացավ։ Որ գործով բարձացավ։ Որ քնիչը իրեն թույլ տվեց, որ բարձրանա։ Մեկ ամեն գործ պարտավոր չեն ցեզի բացատրել։ Այդ հանրային պաշտպանը Դավթ Մանասյանն է, հարգելի ժողովուրդ, որը ծպտուն չանեցին խոշտանգումների վերաբերյալ, ծպտուն 5 ժամ սպասեցնել տվեց դատարանում, Աբորինի դատական, եկեք, ես կոմ որ չսեք տենցի կնգարեք, ուրեմն ինքը պարտավոր էր 12 ժամվա ընթացքում իր նկատմամբ պիտի դատարանը որոշում կայացներ, 18 ժամ անց է արել, ինքը ծպտուն չանեց բոլոր խոշտանգումները ոստիկանական ինչ տեղի են ունեցել իր նկատմամբ, ինքը գիտի տեղյակ է, մի հատ բողոք չի ներկայացել, Պարոն Սիմոն Պապայանը նորմալ է։ Քննչական կոմիտե է գալիս, ոնց որ իր տուն է գալիս։ Այսինքն հանրային պաշտպանը վազելով, վազքով կարող է մտնել, գնալ քննիչի մոտ, առանց որևիցե պարզաբանում ստանալու ոստիկանից կամ ոստիկանի մոտ նաև իր ներկայությունը արձանագրելու, որ ինքը մուտք գործեց քննչական կոմիտե, տեսեք։ Հիմա ինչ էր արել, ինչ չէր արել չգիտենք, բայց այնուամենայնիվ պատկերացրեք, մի դեպքում հանրային պաշտպանը հանգիստ կարող է մուտք գործել, սա էլ այն հանրային պաշտպանն է, ով օգնել է, որ Լիլիթ Աղեկյանին խոշտանգել եւ ամորինի պահել կալանքի տակ, հենց այդ պաշտպանն էր, տեսակ ոնց եկավ մտավ։ Տիգին Աննա Վարդապետյան, գլխավոր դատախազ, ձեզ եմ դիմում, ես 4 անգամ դիմել եմ ձեզ մոտ ընդունելության համար, որպեսզի ներկայացնել Շիրակի մարզում տիրող կոռուպցիան, կոնկրետ ոլորտի կապիտան կամ անձերի անունները։ Դուք չգիտեմ ինչի զբաղվածությունն եք պատճառաբանել, որ չեք ինձ ընդունել, բայց հաջորդ օրը ես տեսա դուք գնացել եք մանգատուն։ Ոչ, ես կրկնում եմ խնդրանքը ձեզ, հորդորը խնդրանքը չէ, որպեսզի դուք ինձ ընդունեք եւ ես ձեզ ներկայացնեմ այն փաստերը, որոնց դուք տեղյակ չեք եւ տեղի ձեր դրածով կադրը հավանաբար ձեզ չի ներկայացնում այդ ամենը ու պատշաճ պայքար չի մղում։ Սպասում եմ նաեւ ձեր արձագանքին։ Այսպես հանրայնորեն դիմում եմ ձեզ, ինձ ընդունեք, այս ամեն ինչի վերջը պիտի կա, չէ՞, վերջը դուք եք ուզում, չէ՞ որ կա։ Դա բայց միասին տանք։ Տիգին Փոստանջյանի հետ կգանք ձեզ մոտ, ինչ հետիր կա։ Խուսափում եք, կազմում չեք խուսափում։ Ես էլ չեմ խուսափում, փաստաթղթերը իմ մոտ են 16 կիլո փաստաթուղթ ունեմ։ Վերեմ ծանոթացեք, սկսած 32 դպրոցից եւ մնացած դպրոցներից։ Ես սպասում եմ ձեր պատասխանին։ Ինչի՞ է։ Լավ։ Սպահին ընդհատենք այս եթերը, հետո էլի կմիացնենք, որովհետև Արբեջան ձեր կոզները